արտոնոսեկով այս ժամանակների մեջ կարևոր է։ Մանավանդ վերջին ընթացքները թե քաղաքական աշխարհում կատարվող, թե հոգևոր աշխարհում կարևոր է որպեսզի աստվածային ընկալում ու տեսլական ունենանք, տեսիլք ունենանք, գնահատական ունենանք այդ ամենի հետ կապված։ Ինչ որ կատարվում է նոր չի, ինչ որ լինում է աշխարհում, էլի կատարվել է։ Անունները տարբեր են, դերակատարները տարբեր են, բայց իրականում աշխարհը նույն բանի մեջ է, նույն խնդիրների մեջ է։ Բայց Աստվածը նույնն է, եւ Աստծո ծրագրերն են նույնը, Աստծո ընթացքն է նույնը։ Ու ցավալի է, որ Աստծո ժողովուրդը ոչ թե կպնում է, ոչ թե հպվում է, մնում է անփոփոխ Աստծո հետ, այլ ընկնում է այս տարբերվող աշխարհի ալիքներին իրականությանը։ Հետաքրքիր է Պողոս առաքյալը հոգևոր պատերազմի մասին խոսելուց Եփեսացիների 6-րդ գլխում ասում ամեն բան լրացնելուց հետո հաստատուն կանգնեք ձեր տեղ, հա, հաստատուն մնալու։ Ինչի, որտեղ մնացած ամեն ինչ փոփոխական է։ Դա 6-րդ գլխում ասում։ 4-րդ գլխում ասում է, որ մենք մանուկ չլինենք տարբերված վարդապետության տարբեր քամիներից, որոնք մարդիկ վարպետորեն ստեղծել են խաբելու համար, այլ ամեն ինչ աճեցնենք նրանով, որ գլուխ, այսինքն Քրիստոս։ Այդ չտարբերվել նշանակում է հաստատուն մնալ, հա, ու ինքը 6-ում այդ ասում է հաստատ, այսինքն մեր պատերազմի մասը հոգևոր ոչ միայն ինչ որ դևեր քշելն է, ինչ որ չգիտեմ ամրություններ քանդելն է, իրականում մեր հաստատությունը պահելն է, արդեն հաղթությունն է, պահպանել են հաստատությունը, որ Տերը տվել է մեզ։ Նույն ընթացքը, նույն իրականությունը տեսնում ենք Աստծո արարման սկզբից, Աստծո ծրագրերի, Աստծո ընթացքի մասին։ Այն օրը, որ սկսվեց արարումը, անկումը, կներեք, այդ օրը սկսվեց նաև Աստծո փրկության ծրագիրը։ Ու մենք հիմա այդ մի հատ մեծ ծրագրի մասն ենք, որը շարունակում է Աստված։ Ոչ թե մենք ուղղակի սովորական ինչ-որ մի հավատացյալ քրիստոնյաներ ենք, որոնք այս պահին ինչ-որ խնդիրներ ենք լուծում մեր կյանքում, սուրբ մնալու, ձգտելով, եւ դրանք լավ բաներ են։ Բայց կարևոր է հասկանալ, որ մենք Աստծո մի հատ մեծ ավելի ծրագրի մաս ենք եւ տեսնելով մեր տեղը ծրագրում, տեսնելով Աստծո գործը մեր կյանքում անհատապես հասկանալու մեր հաջորդ ընթացքները, որտեղ մեր ընկալումը, ինչպես ենք մենք մեզ տեսնում Աստծուն իր ծրագրի դեպքերը, քաղաքական դեպքերը նույնիսկ, հա, պատմական դեպքերը, նույնիսկ տնտեսական իրականությունները բոլորը Աստծո ծրագրի մաս են։ Ու վրիպել այդ մեծ կարևոր հավատքի իրականությունից նշանակում է տարբերվել արդեն, խառնվել իրար։ Հիսուս ասեց, երբ որ կլսեք պատերազմների մասին եւ լուրեր, ինչ անեք, չվախենաք, չէ, չխառնվեք, որտեղ դրանք պիտի լինեն։ Հակառակը չէ, որ ասում են պատերազմի լուրը պետքա վախենալ, հա։ Որ տրամաբանությունն էսա, որ կլսեք պատերազմը, վախեցեք, այսինքն անհանգստացեք, բայց ես ասում եմ մի անհանգստացեք։ Նշանակում է մեր հայացքը, մեր գնահատական այդ դեպքերին, ինչը վախեցնում է մյուսներին, ովքեր չեն տեսնում Աստծո մեծ ծրագիրը, Աստծո գործը, Աստծո ձեռքը, Աստծո ընթացքը, վախենալու են։ Նրանք ովքեր տեսնում են, ովքեր հասկանում են ինչ է կատարվում, ինչ է անում Աստված, եւ իրանք այդ Աստծո հետ են, Աստծո մեջ են, վախենալու բան չունեն։ Ասեք այո ամեն, եթե համաձայն։ Առաջի 5 գրքերը Աստվածաշնչի կարևոր գրքեր են։ Օրինակ, հրեական Աստվածաշունչը մի քիչ տարբեր է մեր մնացած Աստվածաշունչներից, ինքը 3 հիմնական բաժին ունի։ Ունի օրենք, առաջի 5 գրքերը, մարգարեներ, որի մեջ հետաքրքիր է մտցվել են Հեսուի գիրքը, դատավորած գիրքը, թագավորած գրքերը, բայց ոչ մնացորդած գրքերը, հետաքրքիր է։ Եվ հետո մեծ մարգարեներին եւ 12 փոքր մարգարեներին։ Ինչու են այդ պատմական գրքեր են, հա, թագավորած գրքերը։ Ինչ են 4 թագավորած գրքերը մտել բանի մեջ, մարգարեական գրքերի մեջ։ Որտեղ շատ քիչ մարգարեություններ կան, ավելի շատ գործեր կան մարգարեների, քան մարգարեություններ կան։ Մեր համար հայտնի մարգարեական գրքերում Եսային, Երեմիան, հա, Աբդյան եւ այլն, այնտեղ մարգարեություններ կան, պատմություններ չկան։ Ինչ են այս գրքերը, որոնք պատմական են իրանց բնույթով, Հեսուն դատավորած, հա, թագավորած, մտցվել են մարգարեական գրքերի մեջ, որտեղ իրանք այդ մեծ մարգարեական ծրագրի, Աստծո փրկության ծրագրի մասն են։
Կհասկանալ տեսնել Աստծո գործելակերպը որպես պատմություն, որը կերտում է Աստված դեպի փրկություն։ Ոչ թե Աստված բարձի թողի է թողել աշխարհը ինքը իրանով գնում է, ու երբեմն ինքը գալիս է ինչ-որ փոքրիկ հարցեր է լուծում այդ աշխարհի մեջ։ Մեկին բժշկում է, մեկին չգիտեմ ֆինանսապես օրհնում է, որպես են պատկերացնում Աստծո գործը։ Աստված ներգրաված է աշխարհում, Աստված կառավարում աշխարհը։ Ծննդոց գիրքը սկզբների գիրքն է, Եբրայերենում ինքը կոչվում է սկզբների գիրք։ Ինքը խոսում է հենց այդ լայն համաշխարհային հայացքից, հա, տեսնում ենք արարումը, տեսնում ենք անկումը, որ ազդեց մարդկության վրա, տեսնում ենք ջրհեղեղը, Բաբելոնը, հա, այդ մեծ մասշտաբային նկարագիր է, մարդկային բոլոր ցեղերի անուններն ենք տեսնում այնտեղ, հա, մեծ համաշխարհային հայացք ունի։ Հետո մեկ էլ հաջորդ գիրքը Ելիցը կենտրոնանում է մի ազգի վրա, չէ՞, Իսրայել ազգի վրա։ Հետո Ղևտացիների գիրքը երրորդ գիրքը մի ցեղի վրա։ Այդ Իսրայելից 12 ցեղերից մի ցեղը Ղևին էր, չէ՞, ու կենտրոնանում է մի ցեղի վրա։ Հասկանում եք, մեծ ֆոկուսը մեկ էլ մեծ փոքրացնում է Աստված։ Աշխարհը, մի ազգ, մի ցեղ։ Ու այդ ցեղի մեջ, Ղևտացիների գրքի մեջ, այդ մի կոնտեքստում կենտրոնանում է ինչի գաղափարի վրա։ Ղևտացիների գիրքը մի գաղափարի շուրջ է, զոհի, զոհաբերության։ Որտեղ մնացած ամեն ինչը խորանը, քահանայությունը զոհի համար էր, որտեղ եթե չկա զոհը, քահանայությունը անիմաստ է։ Բարեխոսում են ինչի համար, եթե չկա զոհը, թողություն չկա, ներում չկա, ինչ կապ ունի, քանի քահանա ունես, քանի տաճար ունես, հա։ Ղևտացիների կենտրոնական գաղափարը զոհն է։ Հետո մեկ էլ թվոցը նորից ազգային, հա, ազգի վրա կենտրոնացում։ Հետո երկրորդ օրինացը նորից համաշխարհային դիտարկում ունի։ Երկրորդ օրինացի տեսլականը, տեսիլքը, հա, ինչ որ տեսնում է երկրորդ օրինացը, ինչ որ դիտարկում է աշխարհը, Իսրայելի դերը աշխարհի համար, ազգերի համար։ Նկատում եք, մեծից նեղանումը, հետո նորից ընդարձակումը։ Որտեղ Աստված ուզում է, որ իր ժողովուրդը այդ երկու հայացքն էլ ունենա մեծ պատկերը իր գործելու եւ նեղ պատկերը իր ինչ այնքա անում եւ այս ամենի կենտրոնում իր զոհի դերը, ով այդ զոհը Հիսուսը։ Ողջ մարդկային պատմության կենտրոնը Հիսուսի անձն է։ Հետաքրքիր է, որ նույնիսկ անունները գրքերի, մենք ասում ենք ծննդոց, չէ, Ելից, Ղևտացիներ, թվոց, երկրորդ օրինաց, Եբրայերենում տարբեր են այդ անունները։ Եբրայերենում սկիզբն է ծննդոցը, անուններ թվոցն է, որտեղ սկսում է անուններով, սա այն անուններն է, որ դուրս եկան Եգիպտոսից։ Ղևտացիների գիրքը կոչվում է կանչի գիրք, որտեղ Աստված Ղևին կանչեց ծառայելու, չէ՞։ Այսինքն ինքը ընտրեց, որ Ղևին ծառայի իրան։ Ղևին չորոշեց, 12 ցեղերով տենց բան չարեցին, խորհուրդ չհավաքեցին, որոշեցին եկեք մեզանից մի ցեղը լինի քահանայություն, արի Ղևի ջան դու եղի, այդպես չեղավ, չէ՞։ Աստված ինքը ընտրեց, կանչեց Ղևին քահանայության, կանչեց ծառայության։ Հետաքրքիր է, սկզբում Աստված գիտի մեր անունը, կանչում է մեզ ծառայելու։ Եվ հետո երկրորդ օրինացը Եբրայերենում Դավարիմ անունն է, ոչ թե երկրորդ օրենքը գալիս է հունարեն տեսակից, Սեպտուաջինից, որտեղ երկրորդ անգամ 10 պատվիրանները տրվեց, երկրորդ օրինաց 5-ում տեսնում ենք դա, դրա համար իրեն կոչվեցին երկրորդ օրենքի տրում։ Բայց օրենքը երկրորդ անգամ չի տրվել, օրենքը ուղղակի կրկնվել է, հիշեցվել է նոր սերունդի։ Եբրայերեն անունը խոսքերն է, Դավարիմն է, այն խոսքերը, եթե նայեք երկրորդ օրինաց 1:1-ը, սա այն խոսքերը, որ Մովսեսը խոսեց Աստծո անունից Իսրայելի։ Ու սա կարևոր է։ Աստված սկզբում մեզ ճանաչում էր, կանչեց մեզ անունով, հիշում եք ում էր մարգարեին ասեց, ես քեզ քո անունով եմ կանչում։ Այս նույն ոնց որ այդ օրենքի Աստծո հրը, Աստված ճանաչում էր մեզ ի սկզբանե, գիտեր մեր անունը, կանչեց մեզ անունով, հա, ու կանչեց ծառայության։ Այն որ դու ես այսօր այստեղ ենք, պատահականության արդյունք չի։ Դա այն բանի պատճառով չէ, ինչ որ մի լավ Աստված ինձ ու քեզ գիտեր ի սկզբանե ընտրել էր։
Ես ու դու չկայինք, աշխարհը չկար, Աստվածի սկզբանե ընտրել էր մեզ։ Եվ հետո կանչեց մեզ։ Այդ իր կանչն էր, որ մեզ բերեց իրան, մեր խելքը չէր, մեր իմաստությունը չէր, մեր ընկերները չէին, սիրուն եղեցին չէր, չգիտեմ ինչ որ մեկի լավ երգը չէր, փառաբանությունը չէր, Աստված էր իրականում կանչեց մեզ, կպցրեց իրան, այդ մենակ Աստվածան։ Եվ հետո խոսքերը, ու այդ խոսքերը կարևոր են։ Ինքը Աստված երկրորդ Օրինացի 6-րդի 4-ի 9-ում ասում է շատ հայտնի տեղն է, այն Շամմա տեղն է, որ լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տեր է, Էլոհա Յահվե Էլոհա Էլոհիմ Յահվե Էխոդ մեր Եհովա Աստվածները մեկ Եհովա են եւ հետո ուստի քո Տեր Աստծուն սիրես քո ողջ սրտով մտքով էությամբ եւ զորությամբ եւ հետո իր խոսքը պահես գրես քո դրանդիկներին քո ձեռքի վրա գրես քո որդիներին սովորեցնես գիշերը ցերեկը հաց ուտելուց ամեն ժամանակ խոսես այդ խոսքերը քո ճակատին դնես չմոռանաս այդ խոսքերը այդ խոսքերի կարեւորությունը ինչու Աստծո խոսքը որոշում է, ձևավորում է մեր մտածելակերպը, մեր հավատամքը, մեր ամեն ինչը իրականում, ինչպես ենք տեսնում աշխարհը, ինչպես ենք տեսնում մարդկանց, ինչպես ենք տեսնում կյանքի տարևոր բաները, ինչպիսին են ամուսնությունը, ընտանիքը, ֆինանսը, առողջությունը, ամեն ինչ Աստծո խոսքով է, ուրիշ մենք չափանիշ չունենք, ունի աշխարհը։ Բայց Աստծո մարդիկ Դավար եթե դու չգիտես այդ խոսքը չես ճանաչում ինչ է Աստված ասել այս կամ այն իրականության մասին, դու կուլ ես տալու աշխարհի տված խոսքերը։ Դու կամ կապրես խոսքի, թշնամու խոսքի իրականություն։ Դու կամ կապրես ով ես դու Աստծո մեջ, Աստծո որդին, Աստծո զավակը, Աստծո ընտրյալը, Քրիստոսի մեջ հաղթանակածը, երկնավորներու մեջ նստածը, կամ կապրես աշխարհի ասածը, դու դեպրեսիկ ես, դու հիվանդ ես, դու մեղք ես, դու խեղճ ես, միայնակ ես, ոչ մեկ չունես, ես չունես։ Որին կհավատաս, որ խոսքը կուլ կտաս տենց ասած, այդ էլ կդարձնի թե ով դու կլինես։ Դա այսօր աշխարհը այդ դեպրեսիայի մեջ է, որը չունի Աստծո խոսքը։ Միայնակության, հուսահատության, հարության, փոխության մեջ է։ Ու հակառակը նրանք ովքեր ճանաչում են, ապրում են, ունեն խոսքը, սիրո, շնորհքի, խաղաղության, ապահովության մեջ է։ Խոսքերը կարևոր են։ Ու այսօր Աստծո խոսքը դառել է շատերի համար ընդամենը կիրակից կիրակի քարոզ լսելը։ Ոչ թե ամենօրյա Աստծուն բացահայտելու, ճանաչելու, մտածելակերպ ձևակերպելու, աչքեր ստանալու կանությունը։ Հետաքրքիր է Գործք Առաքելոց 7-ում, երբ որ Պողոսը խոսում է նա մասին, որ Աստված Արիսպագոսի քարոզում Աստված գերին ծրել է կանդրադառնանք միջավելուշ, հետաքրքիր պահ կա այդ մասով, բայց նաև ասում է, որ նենց է դրել, որ խարխափելով գտնեն իրեն։ Խարխափելը նշանակում է, որ մթի մեջ կամ կույրն է փնտրում ինչ-որ բան ուսումնասիրում։ Տեսանելի չի ինքը, բայց ինքը կա, ու իրան դու կարող ես շոշափես շո պատկերացում ունենաս։ Հատուկ օգտագործում Պողոսը, այսինքն մարդկանց համար բոլոր կույր են իրականում, ոչ թե տեսնում Աստծուն, բայց գտնավորվել ենք, որտեղ ելիր Քրիստոսի փառքը քո վրա ծագեց, ելիր լուսավորվի։ Աստված լուսավորել է մեր սրտի աչքերը, տեսնելու ճշմարտությունը։ Ու մենք ապրում ենք ցավոք աշխարհի կույր իրականության նման, ոչ թե Աստծո ասածի իրականություն։ Խոսքերը կարևոր են։ Հասկանալը, Աստծո ծրագիրը կարևոր է։ Երկրորդ օրինացը, քանի որ կենտրոնանում է նաև արձակելու Իսրայելին նոր սերունդին իրականում դեպի իրականություն արդեն Քանան էին մտնելու նոր աշխարհ, նոր մարտարավերներ անապատի կյանքը անցնելու էր, որը 40 տարի ապրել էին, հիմա ուրիշ կյանք էին ապրելու։ 40-ից առաջ Եգիպտոսի կյանքներ, հետո 40 տարի անապատի կյանքներ, հիմա մեկ այլ կյանք էին մտնելու, ու այդ կյանքին պետք էր պատրաստել իրանց, արձակել այդ կյանքի մեջ։ Եվ Աստված հատուկ դասեր է տալիս երկրորդ օրինացի մեջ, որը կարծում եմ նաև մեր դասերն է։ Առաջի դաս 4-ից 6-ից 8 խոսքերում Աստված ասում է նայեք ես ձեզ ընտրել եմ համար, որ ձեր միջոցով ազգերը տեսնեն ու ասեն՝ «Վայ, այս ինչ լավ ազգ է Իսրայելը, ինչու է ինքը այսքան լավ»։
Որտեղ իր Աստված Եհովան է։ Մենք վատ ենք, որտեղ մեր Աստվածը, չգիտեմ, ով է, Բուդդան է, չգիտեմ, Զևսն է, Բաղամն է եւ այլն։ Մենք չունենք արդարություն, չունենք խաղաղություն, չունենք ապահովություն, չունենք բարգավաճում, որտեղ մեր Աստվածը սա է, բայց իրանց Աստվածը Եհովան է։ Այսինքն, եթե մենք տանք եւ ընդունենք Եհովային, մենք էլ կունենանք, ժամանակվա անցալումը այդպեսին էր։ Կյանքը որոշված էր քո աստվածների միջոցով։ Շատ ճիշտ ընկալում էր։ Այսօր էլ է ինքը գործում։ Ուղղակի ցավոք քրիստոնյաները չեն այդպես ապրում, իրանց Աստծով վստահում իրանց կյանքի իրականությունները։ Դա առաջին Աստծուն ճանաչում են մեր միջոցով։ Եթե Իսրայելի համար Եհովան ճանաչվելու էր այլ ազգերի կողմից, ինչը տեսնում Սողոմոնի ժամանակ, Դավթի ժամանակ, այդ Սաբայի թագավորը որ եկավ, չէ, կամ մարգարեներ ուղարկվեցին տարբեր ազգեր, դա Աստծո ծրագրի մաս էր։ Այն, որ Աստված Հովնանին ասեց գնա Նինվե, դա չէ պատահական քայլ չէր։ Հովնանը հասկանում էր, դա Աստծո երկրորդ օրինացում ասած ծրագրի մասն է, ազգերին փրկելու, ազգերի փրկություն տանելու մասն է։ Դա ոչ թե քմահաճ մի պահ էր Աստծո կողմից, ինչ անենք, արի Նինվեն փրկենք։ Ուղղակի կապ չունի, չէ, կապ ունի։ Աստված բոլոր ազգերի համար ծրագիր ուներ, նպատակ ուներ։ Ու դրա համար մարգարեին ուղարկեց Նինվե, որովհետև իր մեծ ծրագրի մասն էր։ Երկրորդ օրինացում ինքը արդեն ասել էր դրա մասին։ Մարգարեն աննազանդություն գործեց իմանալով Աստծո մեծ ծրագրի մասը։ Գիտեք, ինչքան անգամ ենք մենք աննազանդություններ գործում կատարելու ինչ-որ բան, որ Աստված ուզում է մեզանից, որովհետև չենք տեսնում Աստծո մեծ ծրագիրը։ Չենք հավատում Աստծո փրկության ծրագրին։ Մենք ետրոնացած ենք մեր կյանքի, մեր անձերի վրա, մեր սեփական ապահովության վրա։ Աստված չի կանչել մեզ զուտ սեփական կարիքներ հոգալու համար։ Ինքը բարի ձմեռ պապին չի, որ ուղղակի եկել խոտաբիչ է, եկել է մեր բոլոր կարիքները կատարելու։ Ինքը կանչում է մեզ իր մեծ ծրագրի մասը լինելու։ Կամ կլինես այդ մասը, կամ չես լինի, դու ես ընտրում։ Բայց ընտրելու դեպքում Վելու դեպքում շարունակես տեսնել Աստծո ձեռքորդությունները քո կյանքում, որովհետև Աստված շարժվում է, ու նրանք ովքեր իրեն շարժվում են, ժառանգում են, այլում են իր հաղորդությունները։ Ովքեր դեմ են գնում, անտեսում, թող չմեղադրեն Աստծուն, որ ինչ-որ բան չի ստացվել, չի գործել, չի եղել, ունեն դատարկության զգացումը, ունեն մի տեսակ կյանքը անիմաստ անցնում, հավատացյալի իմաստը։ Այդ են մարդիկ են, ովքեր չեն տեսնում Տիրոջ ծրագիրը, Տիրոջ ձեռքը, չեն մտնում դրանում։ Ու երբ որ դու տեսնում ես ու ապրում ես, ամեն օրը քո ևս մի հնարավորություն է դրա մեջ Աստծո հետ առաջ գնալու։ Չկա ոչ ձանձրույթ, ոչ, չգիտեմ, մեծ խնդիր, որ այս ինչ խնդիրը պատահեց։ Երբ որ դու տեսնում ես Աստծո ձեռքը, Աստծո ծրագիրը, ամեն խնդիր է ծրագրի մաս է։ Ու դու ամեն խնդրի մարտահրավեր ես նետում, ոչ թե ընկճում ես, ինչպես են 10 լրտեսներ, որոնք ասում են, Տերը բերել է մեզ կործանելու, բայց Տերը ասել է, որ հակառակը բերել է ձեզ ժառանգեցնելու։ Երկրորդ օրինացն ասում, որ բերել եմ ձեզ ժառանգեցնելու, ոչ թե որ կործանեմ ձեզ։ Դաս առաջին մեր կյանքով ճանաչում են մեր Աստծուն, ճանաչում են Հիսուսին։ Ինչպիսին ես դու, այդպիսին կլինի քո Հիսուսը։ Եթե դու կլնես լիարժեք, առողջ, կյանքով լիքը, կյանքի իմաստով լիքը, նպատակամղված, քո կյանքի մարտահրավերներին կնայես այդ Աստծո բարձրությունից, ոչ թե երկրի գետնի մակարդակից, մարդիկ կասեն սրանց Աստված իրական է։ Ոչինչ սրան չի կանգնացնում, որովհետև իրանք մի հատ փոքր խնդիր ունեն, ինչ անեն, դու տենց մեծ խնդիրներ ես անցնում, ուզեց ասել հայերեն ասել ուֆ չես անում, որովհետև ասում ես Աստծո հետ եմ գնում։ Սա այն ծրագրի իմ նպատակի մասերից մեկն է։ Դաս երկրորդ։ Աստված խոսում էր երկրորդ օրինացում մարդկային պատմության մասին։ Հետաքրքիր է երկրորդ օրինացի 32-ի 8-9 արտահայտությունն է, որ մինչև հիմա չեն հասկանում ինչա։ Բոլորը համաձայնվում որ սա է նշանակում, չգիտեմ։
Իք շատ խորթ է հնչում, ես հավատում եմ շատ խորթ էր հնչում ինքնին արդեն Մովսեսի համար, ով մարգարեությամբ գրում էր, ու խոսքերը սրանք են. երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց եւ Ադամի որդիներին տարածեց, ազգերի սահմանները Աստծո որդիների թվով դրեց, որտեղ Տիրոջ բաժինը իր ժողովուրդն է։ Ձեր թարգմանություններում գուցե այս Աստծո որդիների արտահայտությունը լինի Իսրայելի որդիներ։ Այս Իսրայելի որդիների արտահայտությունը եկել է ավելի հին եբրայական տեքստերից, որտեղ հրեաները փոխել են իրենց Աստվածաշունչը, ինչքան իրանք պնդում են, որով, այդ ստույգ գրում են իրանք լավ էլ փոխում են, երբ որ իրանք պետք է փոխել։ Եվ որ իրանք շահը, իրանք պետք է ինչ-որ բան անել, իրանք լավ էլ փոխում են։ Գիտեք, որ 47 թվականին Իսրայելում, Պաղեստինում, Կումրանի տարածքում հայտնաբերվեց մի բան, փոքրիկ պատանի, քար նետեց մի հատ, երևի դա այծերին էր քշում, քար նետեց մի հատ քարանձավ, շխկոց լսեց, կոտրվող կավի ձայն։ Գնաց եւ հայտնաբերեցին այնտեղ մեծ գրադարան, ասում առաջի դարից պահպանված։ Այնտեղի եբրայական բնագրում, հիմա իրանք ամենահին բնագրերից են, եւ ոչ թե ժամանակակից հրեական գրքերը։ Այնտեղ Աստծո որդիներ արտահայտությունն է։ Սեպտուաջինը, հունական թարգմանությունը 5 տականի, որ մեր թվարկությունից առաջ 200 տարի առաջվա թարգմանություն էր, իր թարգմանության մեջ հունարենում հրեշտակներ է օգտագործել։ Կարծես մեկնելով, ակնարկելով, որ բնագրում իրանք օգտվել են, որտեղ Աստծո որդիներն են մեկնվում որպես հրեշտակներ։ Հիշում եք հայտնի Ծննդոց 6-րդ գլխի Աստծո որդիները իջնում էին, չէ, կանանց կամ մտնում էին կանանց մարդկանց որդիների աղջիկների մոտ իրենց եւ այլ։ Մեկնում էին դա որպես հրեշտակներ, հա։ Մեկնությունը կար, դրա համար հույները երբ որ թարգմանեցին 5 տակարանը, Աստծո որդիներ արտահայտությունը այն ժամանակվա իրենց եբրայական տեքստից թարգմանեցին որպես հրեշտակներ, կարծես մեկնելով ավելի հասկանալի անելու համար։ Ինչի մասն է խոսքը։ Այս արտահայտությունը Պողոս Առաքյալն անում է Գործքի 17-ում, ինչպես ասացի Արիսպագոսի քարոզի ժամանակ։ Եվ ասում է Աստված մարդկության բոլոր ազգերին մեկ այլունից արարեց, որպեսզի ողջ երկրի վրա բնակվեն, եւ որոշեց ժամանակներ եւ սահմաններ նրանց բնակության համար, որ փնտրեն իրեն եւ գտնեն, եթե խարխափելով փնտրեն, որտեղ մեզանից յուրաքանչյուրից հեռու չի, որտեղ նրանով ենք ապրում եւ գործում ենք եւ կանք։ Իրականում Պողոսը հղում է անում այս երկրորդ օրինացի այս հատվածին եւ մեկնում է իրան։ Ինչ նկատի ուներ Աստված, երբ որ ասում էր, որ ազգերի ժառանգություն բաժանեց եւ Ադամի որդիներին տարածեց, ազգերի սահմանները Աստծո որդիների թվով դրեց։ Առաջի խնդիրը, ընկալումը, սա է, որ Աստված ցրեց ազգերին, բայց այնքան, որ իր որդիները հասանելի լինեն ամեն ազգի համար։ Այսինքն ոչ մի ազգի ցրելով չթողեց իրենից անտեղյակ, հա, Իսրայելի, այսինքն Աստված նկատի ուներ, որ այն ազգերին, որոնք ցրում են ողջ երկրի վրա, իր ժողովուրդը պետքա, իր որդիները պետքա գնային այդ ազգերին։ Այսինքն եթե իր որդին ցրում էր այդ ազգերի մեջ, լինի ազգ, որը անհասանելի լիներ, որ ասեր մեզ ոչ մեկ չեկավ Աստծո որդիներից հասանելի չեղավ։ Այսինքն Աստված, երբ որ ընտրեց Իսրայելին եւ ցրեց ազգերին աշխարհով մեկ, այդ դիտավորություն ուներ, որ Իսրայելը գնա ազգերի, տանի Աստծո ճանաչումը։ Երկրորդ ընկալումը սա նրանում է, որ երկարաժամկետ իմաստով, որտեղ մարգարեությունները ունեն նաև մի քանի շերտեր, այսինքն իրանք իրականանում են մի իրականության մեջ, հետո նաև կրկնվում են մեկ այլ ավելի մեծ իրականության մեջ։ Երկրորդ կիրառությունը սրա այն էր, որ շարունակության մեջ 9-րդ խոսքում ասում է, որտեղ Տիրոջ բաժինը իր ժողովուրդն է։ Նոր ուխտի հայացքով նայելով դեպի հետ, մենք հասկանում ենք, որ Աստված նկատի չունի զուտ մարմնավոր Իսրայելին, որտեղ Պողոս Առաքյալը ասում է, որ այո կա մարմնավոր Իսրայելը,
բայց կա այդ մարմնավոր Իսրայելի մեջ ընտրյալ Իսրայելը, կամ այսպես ասած, կան մարմնի որդիները եւ կան խոստումի որդիները։ Մարմնի որդիները ըստ օրենքի ըստ մարմնի են ծնվել, դա մարմնավոր Իսրայելն է իր Հագար մորով, հա, երկավոր Երուսաղեմով, Պողոսը Գաղատացիներում ասում, եւ կա մեկ այլ Իսրայել, մնացորդ Իսրայելը, որդիներ Իսրայելը, հա, որի մայրը երկնային Երուսաղեմն է, որոնք խոստումի հավատքի որդիներ են, որտեղ խոստումը հավատք է ծնում։ Եթե մեկ քեզ մի բան խոստանում է, դու ինչ ես անում։ Հավատում ես կամ չես հավատում։ Երբ որ տալիս է ինչ-որ քեզ, այդ հավատաս չհավատաս իմաստ չունի արդեն, հա, հավատքի խնդիր չի։ Ընդունել չընդունելի, բայց եթե քեզ խոստացել են մի բան, դու հավատում ես կամ չես հավատում։ Դա համար խոստումի որդիներ, հա, ու երբ որ Աստված ասում է Տիրոջ բաժինը իր ժողովուրդն է, նոր կտականի հայացքով նայելուց չենք տեսնում ողջ Իսրայելի, մարմնավոր Իսրայելի, այլ են ընտրյալ Իսրայելին, Աստծո Իսրայելին։ Հիմա որն է այդ Իսրայելը։ Միշտ Աստծո փրկության ծրագրի մեջ պետք է հասկանանք երկու բան կարևոր էր, Աստված ընդգծում էր։ Դա մարդիկ են եւ վայրերը, վայր, տեղանք։ Ու Իսրայելը նույնպես, մարմնավոր Իսրայելը ամբողջական, նույն այդ ծրագրի մասն էր, հա, Իսրայել ազգը։ Բայց այդ ծրագրի իրականացումը Իսրայելի կատարվեց Հիսուս Քրիստոս Նազովրեցու մեջ, ով Դավթի սերունդից էր, հրյա էր, բայց նաև Աստծո որդին էր։ Ինքը չէր պատկանում զուտ մի ազգի, հա։ Պողոս Հռոմեացիների 1-ում ասում է, որ մարմնի կողմից Դավթի սերունդից եղավ, բայց հարությունն առնելով հայտնվեց, նշանակվեց, որոշվեց այդ բառետանշանք, որպես Աստծո որդի, հա, եւ իր անունով հավատքի հնազանդություն քարոզվի բոլոր ազգերի մեջ արդեն, ոչ թե Իսրայելի մեջ միայն։ Հասկանում ենք, որ այն խոստումը, որ երկրորդ օրինացում Աստված ուներ Իսրայելի համար, նպատակը ազգերին հասանելի անելու իրեն, նույն խոստումն էր, որ Աստված տվեց Աբրահամին, որ քո սերունդով պետք է օրհնվեն երկրի բոլոր ազգերը։ Եվ այդ խոստումը կատարվեց Հիսուս Քրիստոս անձի միջոցով։ Հիմա խոստումը Աբրահամյան նկատի ունի ավելի մեծ, քան Իսրայելի հողատարածքը կամ Պաղեստինի։ Երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն։ Եվ դա միայն Իսրայելի ընտանիքները չեն։ Այսինքն Աստված երկու բան է նշում, մեկ որ բոլոր մարդկանց, մարդկային ֆակտորը, եւ ողջ երկրի վրա, հա, եւ ոչ թե զուտ մի փոքր ազգ եւ մի փոքր երկրի վրա։ Աստծո նպատակը, որտեղ միշտ տեսլականը հենց այդ է, մեծ, ողջ մարդիկ եւ ողջ երկիրը։ Ու եթե մենք էլ այդ տեսլականի մասը չենք, եթե չենք տեսնում Աստծո օրհնության շարժը եւ մենք դրա մեջ մի մաս, որի մեջ բոլոր մարդիկ ներառվեն եւ ողջ երկրի վրա, ուրեմն վրիպել ենք Աստծո ծրագրից։ Աստծո բոլոր խոստումները այո են Հիսուս Քրիստոսում, կարդում ենք 2 Կորինթացիում։ Նա ծնվեց որպես հրյա, որպես Աբրահամի սերունդ, որպես իրականացնի Աստծո երկնային հոր փրկության մեծ ծրագիրը իրեն մեջ մեկացնելով հրյաներին եւ ոչ հրյաներին։ Եվ իր մեջ գրված այդ բաժանության, թշնամության պատը քանդված է եւ բոլորիս մի ժողովուրդ արեց։ Սա նշանակում է, որ իրականում ոչ թե Աստված, ասենց ասեց, փակեց Իսրայելին, գցեց մի կողմ, հիմա նոր մի հատ պրոյեկտ է սկսել, որի անունը դրել է եկեղեցի։ Այն հին տունը քանդել է, Իսրայել տունը քանդեց, հիմա նոր տուն է կառուցում, որի անունը դրել է եկեղեցի։ Իրականում Իսրայելը շարունակվում է Աստծո համար, բայց ոչ մարմնավոր Իսրայելը։ Աստված ընդհարձակում է իր տունը, Աստծո տունը երբեք չի փոխվել, չի քանդվել։ Քանդվել է մարմնավոր ժամանակավոր իրականությունները, բայց ոչ աստվածայինը, հա։ Աստծո Իսրայելը շարունակում է։ Այս անգամ արդեն այդ Իսրայելը դա Հիսուսի մեջ ծնունդ ունեցողներն են, վերստին ծնունդով, ովքեր մկրտված են իր անունով, լցված են իր հոգիով, եւ հիմա վայրը դա Հիսուսի միջոցով, հա, հավատացողներն են, երկնային քաղաքացիությունն է Քրիստոսում, էլ երկրավոր չի,
էլ ժամանակավոր չի, նույնիսկ ամբողջ երկիրը չի, դա Քրիստոսի մեջ է։ Դրա համար մենք ունենք նոր իրականություն, նոր ուխտի մեջ, հա, դա Հիսուսի մեջ մեր վայրն է, դա համար կապ չունի դու որտեղ ես, Իսրայելը ավելի սուրբ չի կամ Պաղեստինը կամ, չգիտեմ, Խուլհամրերը։ Վայրը էական չի, վայրը էական այնտեղ Քրիստոսի մեջ։ Կարևոր է Քրիստոսի մեջ է, թե չէ, ոչ թե որ հողակտորի վրա է երկրի վրա։ Եվ Իսրայելի քաղաքացին ավելի մեծ առավելություն չունի այս իմաստով, քան որևէ այլ երկրի։ Իսրայել ժամանակակից պետությունը հիմնվել է 48 թվականին սիոնիստական շարժման արդյունքում։ Հետաքրքիր է, որ Հիսուսը ոչ թե փոխարինեց Իսրայելին եկեղեցով, այլ ասեց նայեք, երբ որ ասեց, ահա ձեր տունը ավերակ կմնա, Մատթեոս 23:38։ Ձեր տունը, ոչ թե Աստծո տունը, ձեր տունը, մարդկային իրականությունը։ Որտեւ Իսրայելը մտածում էր իրենք Աստծո տունն են, որտեւ Իսրայել են։ Աստված եկավ ասեց, Հիսուս եկավ ասեց, ձեր հայրը սատանան է, հիշում եք։ Ոնց կարող եք դուք Աստծո որդիներ, խիստ է, չէ՞ խոսում Հիսուս։ Հիսուս ուզում էր իրանք հասկանային, այնց տարանջատեին, իրանք ամեն ինչ մեկացնում էին միայն իրենց հետ, ոչ թե Աստծո հետ։ Որ Հիսուս եկավ ասելու կներեք, գնում ենք առաջ, ես հայրը եւ գնում ենք առաջ, մենք շարունակում ենք ընդարձակել մեր տունը, ու դա մասը չեք, որտեղ դուք մերժում եք ինձ, որտեղ ես նա եմ, որ ի սկզբանե ձեզ խոսում էի։ Ես նա եմ, ում մասին, ում համար Մովսեսը եւ բոլոր մարգարեները խոսեցին, ու դուք ինձ մերժում եք։ Դուք այդ ծրագրի մասը, դուք այդ տան մասը չեք։ Ու հակառակը նրանք ովքեր կընդունեն, կլինեն այդ մասը, Աստծո տան մասը։ Դա համար 48 թվականին հիմնված Իսրայել պետությունը ոչ եզր չունի իրականում Աստծո Իսրայելի հետ։ Այսօրվա ավետարանական մանավանդ քրիստոնյաները հատուկ խշմտանք ունեն, որտեղ սիոնիստները լավ աշխատել են մեզ ավետարանականներից Իսրայելին պետությանը սիրահարելու, տենց սիրաշահելու համար։ Մենք ոչ մի կապ չունենք, вообще Աստված կապ չունի այդ Իսրայել պետության հետ։ Իսրայելը ավելի հոգևոր չի կամ ավելի աստվածային չի կամ աստվածան նպատակ չի կամ որևէ այլ պետություն այսօր երկրի վրա։ Իսը մահացել է թեհրանների համար, բայց նույն ձևի մահացել է պարսիկների համար, թուրքերի համար, հայերի համար, հա, բոլորի համար, նույնիսկ չինացիների համար է մահացել Իսը, կամ հնդիկների, որոնք այսօր մեր շուրջը։ Իհարկե Իսը կամենում է Իսրայելի քաղաքացիների, հրեաների փրկությունը, բայց նույնիսկ չի, որ ինքը ավելի շատ իրանց փրկությունն ազում, քան մեկ այլ երկրի քաղաքացիների փրկությունը, որ այսօր փոխվել է Աստծո իրականությունը։ Ավետարանը կարծում է բոլոր ստեղծվածներին ամենուրեք եւ ով որ հավատա դառնում Աստծո տան մասը Քրիստոսի մեջ քաղաքացիություն ունենալու։ Դրա համար Պողոս երբ որ Ֆիլիպեցիների 3-րդ գլխում ասում է մեր քաղաքացիությունը ինքն է, որտեղից սպասում ենք մեր փրկչին, ով կնորոգի մեզ։ Ինչու՞, որտեղ այն ժամանակ հռոմեական կայսրն էր փրկիչը, Հռոմի, եւ որտեղ կայսրը գալիս էր ինքը փրկություն էր բերում։ Հռոմի քաղաքացիների հույսը կայսրն էր։ Հիշում եք Պողոսին, երբ որ դատում էին, ու դատը շատ ձգձգվեց, նույնիսկ 2 տարի ձգձգվեց, կարողացան այս կողմի թե պահեն այս մարդուն, Պողոս ինչ ասեց, կայսրին եմ բողոքում, որպես քաղաքացի, իչը, քաղաքացու տենց ասած որոշող կայսրն էր, ու ինքը ասեց կայսրին եմ բողոքում, ասին դեպի կայսր է, ուրեմն լսի։ Պատկերացնում եք սովորական քաղաքացին գնում է կայսրի մոտ եւ կայսրը լսում էր իր որոշումը, չէ, իր պատմությունը որոշում էր կայացնում։ Կայսրը փրկիչն է, Հռոմի քաղաքացու։ Պողոս ասում է քաղաքացիությունը երկինքն է, դա այնտեղից ենք սպասում մեր փրկչին Հիսուսին։ Կայսրն ինքն է եւ իր փրկությունը մեր նորոգությունն է։ Ու սա երկավոր Իսրայել չի։ Ցավոք ավետարանական քրիստոնեական ճնտուղություններ հատուկ բան են տալիս Իսրայելին կամ հրեական եկեղեցուն, որևէ առավելություն չկա։ Քրիստոսին չկա։ Մենք շեղվել ենք, որովհետև խոսքը
կարևոր մեզ համար։ Մեզ համար կարևոր է մարդկային ինչ-որ սիմպաթիա զգացումները կամ ինչերը, ոչ թե Աստծո խոսքը։ Ստացեք եւ խոսքի հետևից եք ձեզ չեն սիրելու։ Ձեզ չեն հրավիրելու իրանց ծառայություններին, կոնֆերանսներին, որտեղ դուք խոսքն եք քարոզում, ոչ թե իրանց ուզածը։ Դա օքեյ է։ Եվ սա երրորդ դասն է, որ նաև երկրորդ օրինացից սովորում ենք։ Ու դասը սա է։ Երբ որ Աստված երկրորդ օրինացում անդրադարձավ ողջ անցյալ պատմության այդ 40 տարիներին, Աստված նոր գնահատական տվեց։ Մինչև այդ կարդում ենք Ելիցում, Թվոցում, Ղևտացիում անգամ պատմություններ, Իսրայելը մեր Աստված պատժեց կամ էսը։ Ինչ որ մարդկային դիտարկման դեպքեր ենք տեսնում։ Այսինքն առաջին գրքերում տեսնում ենք պատմությունը այնպես, ինչպես մարդիկ են տեսնում։ Ես մեղանչեցի, Աստված պատժեց եւ այլն։ Հիշում եք, օծեր եկան, չգիտեմ, ինչեր եղավ, քանի հազար մահացան մի դեպքում, մյուս դեպքում եւ այլն։ Աստված երկրորդ օրինացում գնահատականն է տալիս անցյալ պատմություններին եւ նոր գնահատական։ Ասում է հիշիր ողջ այդ ճանապարհը, որ դու անցար, որ ես քեզ 40 տարի կերակրեցի, շորերդ չմաշվեցին, կոշիկներդ չվերացան, հա, դու 40 տարի այդ անապատում օծերով, կարիճներով, այդ թույնով, մահով լիքը այդ ես քեզ պահեցի։ Ես քեզ պահեցի։ Քեզ մանանա կերակրեցի, որ քո հայրերը չէին կերել։ Քեզ խոնարեցի, քեզ սովորեցի, որ ոչ միայն հացով ապրում մարդ, այլ ամեն խոսքով օրելում Աստծո բերանից։ Երկրորդ օրինացի շեշտը Աստծո խոսքով գնահատելն է նույնիսկ մեր իրականությունները, մեր անցած պատմությունը, ու տեսնել Աստծո գնահատականով, ոչ թե մարդկային գնահատականով։ Հոբին մարդիկ գնահատում էին, ասում էին Աստված քո դեմ է։ Հոբը ուրիշ գնահատական էր տեսնում, Աստված ուրիշ գնահատական էր տեսնում։ Ի վերջո եղավ այն, ինչ որ Աստված ասեց։ Երկրորդ օրինացի երրորդ ամենակարևոր դասը էս է, ձեր կյանքին նայեք Աստծո աչքերով։ Գնահատեք ձեր կյանքով դեպքերը, ինչ որ Աստված է տեսնում, ինչ Աստված է ասում, ինչ որ մարդիկ են ասում, ինչ որ դու ես զգում, էական չի։ Դու շատ գաս լավ կամ վատ։ Ինչ Աստված ասում, դա կարևոր։ Հենվիր այդ խոսքի վրա, գնահատիր քո կյանքի իրադարձություններին, իրականություններին Աստծո կարծիքով։ Մարդիկ ես կասեն հարուստ ես, կասեն աղքատ ես, կասեն հիմար ես, կասեն իմաստուն ես, կապ չունի ինչ են ասում։ Աստված ինչ է ասում։ Աստծո գնահատականը որն է քո կյանքի շումների համար, կասեն ինչ կարիերա կարող ունենալ, գնացել է եկեղեցում ծառայել։ Հետո ինչ Աստծո մարդիկ ինչ կասեն։ Ի վերջո Աստված ինչ ասում։ Որտեղ մի օր մենք իր առաջ ենք հաշիվ տալու, ոչ թե մարդկանց առաջ։ Այդ բոլոր մարդիկ իրանք էլ են հաշիվ տալու։ Ու ավելի վատ, որ են մարդիկ, ովքեր չեն ճանաչում Աստծուն, ու վատ հաշիվ են տալու Աստծուն, մենք իրանց կարծիքով ենք ուզում ապրենք։ Իրանց կարծիքն է մեզ կարևոր։ Իրանց խոսքն է մեր կարևորը։ Չէ՞ պետք է նայել սովորել Աստծո խոսքով, Աստծո ասածով, Աստծո կարծիքով։ Փնտրի Աստծո կարծիքը քո ամեն իրականության մեջ։ Քո զգացումները քեզ կխաբի, քո տրամաբանությունը քեզ կխաբի, մարդկային իմաստությունը աշխարհը քեզ խաբելու է։ Մի նայ իրանց, մի հենվի։ Ինչի Հիսուսին չէին կարողանում խաբեին, որովհետև ամենտեղ հոր կարծիքներ տեսնում։ Ի վերջո մի օր մենք բոլորս այդ կարծիքով ենք դառնալու ով կլինենք։ Ցավոք այսօր եթե որոշելու են մեզ մարդկանց կարծիքները, մենք կվրիպենք այն օրը այդ հնարավորությունից կարող ենք լինենք հավիտենության մեջ, որտեղ այդ օրը որոշելու է դու ով կլինես հավիտենության մեջ։ Բայց այդ օրը որոշվում է հիմա։ Իմ ու քո ամեն իրադարձության, ամեն իրականության մեջ մեր որոշումներով, մեր դիրքով, մեր գնահատականով։ Ինչ ենք ես ու դու գնահատում։ Վերջի կարևոր մասը։ Երկրորդ օրինացը, օրենքը, մարգարեները մահվան խնդիրը չեն լուծում։ Մահը մնում է խնդիր։ Հա, լավ, դու չհավատավոր երջանիկ կապրես, մինչև կմահանաս։ Մեկը մահը կա, ու մահը չէ լուծում խնդիրը։ Երկրորդ օրինացում հիմնականը մահվան խնդիրը չէ լուծում։ Որ էր մահվան լուծումը։ Որովհետև եթե մահը կա, ի վերջո
խոշոր հաշվով էական չի։ Շատ կապրես, քիչ կապրես, իրեր չէ թե մահակա մահամեն ինչ հավասարեցնում։ Նոր կտականում Ղուկասը հատուկ արտահայտություն է գրում, որը չենք տեսնում ուրիշ ավետարաններում։ Եթե բացեք իմ հետ Ղուկասու 24-44 խոսքերը։ Հիսուսը հարություն է առել, հանդիպել է Մարիամին, հանդիպել է Պետրոսին, հանդիպել է Էմաուս գնացող այդ զույգին, ում հետ ճանապարհ անցան, խոսեց եւ այլն, հետո իրանց հայտնվեց, իրանք հետ եկան, ասին որ Տիրոջը տեսել ենք, ու երբ որ խոսում էին, Հիսուսը ինքը մտավ իրենց, խաղաղություն ասեց, չէ, ուտելու բան ուզեց իրենցից, տվեցին կերավ եւ 44 խոսքում այսպես է գրված։ Հիսուսը ասում է. «Սրանք են այն խոսքերը, որ ձեզ հետ խոսեցի, երբ դեռ ձեր հետ էի, որ պիտի կատարվեին այն ամենը, որ իմ համար օրենքում, արքայությունում եւ սաղմոսներում գրված են»։ Առաջի այդ արտահայտությունը ծանոթ չի ինչու։ Երկրորդ օրինացի բացման խոսքերն են։ Սրանք են այն խոսքերը, որ ես խոսեցի։ Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսը խոսեց Իսրայելին Աստծո անունից։ Հիսուս իրան մեկացնում է Աստծո հետ, ով երկրորդ օրինացում խոսել է Մովսեսի հետ։ Ինքն Յահվեն է, որ խոսել է Մովսեսին, որտեղ դա իր խոսքերն են։ Ասում է, սա իմ խոսքերն են, որ ես խոսեցի, ասում է նույն ձևին, ինչ որ գրված է երկրորդ օրինացում։ Ու հիմա կարևոր բան է կատարվել։ Ազգերը իր մասին պիտի լսեն, որպեսզի քարոզվի շարունակությունը, չէ, մեղքերի թողություն բոլոր ազգերի մեջ սկսած Եհովայից, նույն երկրորդ օրինացի տեսիլքն է դեպի աշխարհը։ Այն որ Յահվեն խոսեց Իսրայելին, հիմա Հիսուսը խոսում է իր Իսրայելին, իր Իսրայելին, հոգևոր Իսրայելին, որ ինքը տնօրինում է մարդկության պատմությունը, սա է նշանակում, իր ձեռքում է։ Պատկերացնում եք այդ 12 վախեցած աշակերտները, որ հրեաների վախից փակվել էին դռների մեջ, հանդիպում են մահից հետո, մահը հաղթած, ամենամեծ թշնամին դա մահն էր, մահին հաղթած Հիսուսին, որ իրանց ընկերն էր, 3 տարի իրար հետ էին քնել, հելել, կերել, հոգնել, իրանք հիմա ինքը հարություն առած Յահվեն է։ Ու երբ որ Հիսուսը ասաց իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ինչ նկատի ունեք։ Երբ որ դու գիտես, որ այն մեկը ում հետ դու քայլել ես, ընկերներ եք դարձել, մտերիմ եք, հարազատ եք, հա, եւ ինքը հաղթել է մահին եւ տիրում է աշխարհին, ինչ անհանգստանալու բան ունես։ Դա որ իմ խաղաղությունն եմ տալիս, այս խաղաղությունն էր։ Մահին հաղթած աշխարհին տիրող, ում ձեռքում տրվել է ողջ իշխանությունը երկնքում ու երկրի վրա, այդ անձի խաղաղությունն է, այդ անձի ապահովությունն է։ Որովհետև որ ես դու հասկանում ենք, որ Հիսուսի ձեռքում է ողջ մարդկային իրականությունը, պատմությունը, մենք ով վատ հարևանը, չարը լեզու կիսուրը, չգիտեմ, փչացած ավտոտ, ողջ իրականությունը ընդեղ կա, ընդեղ հոգ է տարվում, ընդեղից տեսնող կա, մտածող կա, հա, որոշող կա։ Քո կյանքը պատահականությունների դիպասների արդյունք չի։ Քո կյանքը երկնքում փառավոր նստած Տեր Հիսուս Քրիստոսի որոշած ճանապարհն է, որ դու անցնում ես։ Դրա համար այո, կլսեք պատերազմների ձայներ, բայց չվախենաք։ Աշխարհի մեջ նեղություն կունենաք, չվախենաք, որովհետև ես այդ աշխարհին հաղթեցի, փառք իրա։ Դա համար հիմա կարևոր է իր կարծիքը, ոչ թե մարդկային կարծիքը։ Դա համար ոչ թե մենք փնտրում ենք, վայ, էս ինչ է, վայ, այն ինչ է, այլ ինչպես Իսրայելին ասեց նույն երկրորդ օրինացում, խոսելով իրանց անցյալի մասին եւ խոսելով ապագա ժառանգության մասին։ Ինչպեսին պետք է լինի ժառանգությունը, ժառանգության մեջ կյանքը։ Մեզ էլ ժառանգություն կա Քրիստոսի մեջ։ Ու ո՞րն է այդ ժառանգությունը։ Ինչ եք փնտրելու որպես ժառանգություն։ Նյութական ունեցված, որ մի օր թողելու ենք ու գնանք։ Թե որ հավիտյան է մնում, մարդիկ են, մարդկային հոգիները, ազգերը, ում համար Հիսուսը արյուն է թափել։ Դա համար իրանց բերել է իմ ու քո կյանքի մեջ, որտեղ Բարձրյալը, եւ որ ազգերին ցրում էր, իր որդիների չափով արել, որպեսզի հասանելի անի մեզ ինչ-որ մեկին։ Իրանք ամենապուպուշ մարդիկ չեն, մեկը չար է, մեկը հիմար է, մեկը հարուստ է, մեկը աղքատ է,
բայց մեզ Աստված հասանելի է արել իրանց, ինձ ու քեզ։ Դրա համար տարբեր դիպվածներով կամ վատ, մարդը այդպես է նայելու, վատ դիպված էր հանդիպեցի կամ լավ դիպված էր, դու նայի ուրիշ աչքերով։ Աստված մեջ մարդ է բերել, որ քո ժառանգությունը դառնա։ Եկեք կանգնենք իրար մեջ։ Տեր, շնորհակալ ենք քեզանից, որ մեզ այդքան մեծ ծրագրի մասն ես արել, Տեր։ Որ այդ այն խոսքերն են, որ դու խոսել ես։ Դու նույն խոսողն ես, որ ի սկզբանե խոսում էիր, հայտնում էիր քո աստվածային կամքը, ծրագիրը։ Շնորհակալ ենք, որ մեզ այդ հոգևոր քո տան, հոգևոր Իսրայելի մասն ես արել, Տեր։ Որդիների, ովքեր քո հավիտենական նախասահմանության, ովքեր վստահում են քեզ, քո անվանը, քո զորությանը, կարողությանն ու քո սիրուն, Տեր։ Ում կյանքը վստահված է քեզ, ոչ թե մենք ինչ-որ ջանքեր ենք անում ավելի լավը լինելու համար, այլ մի ջանք ունենք քո կամքը իրականացնելու համար, ապրելու քո հետ այն կյանքը, որ դու մեզ տվել ես, այն նպատակի ու ծրագրի մեջ, որին մեզ կանչել ես, հասնելով այն ազգերին, այն մարդկանց, ում համար դու մեզ որոշել ես, որտեղ այդ ազգերը, այդ մարդիկ, ամեն մեկը քո որդիների, քո ժողովրդի չափով ես արել, ու ինչ որ մեկը մերն է, Տեր, մեր ժառանգության բաժինն է, ինչ որ մեկին մենք պիտի ավետարանենք, վկայենք, հայտնենք քեզ մեր կյանքով, մեր գործերով, մեր բնավորությամբ ու բնականախոսելով քո մասին, Տեր, աղոթելով իրանց համար։ Օգնիր մեզ տեսնելու այդ ժառանգությունները, Տեր։ Այսօր ցավոք քրիստոնյաները ավելի նյութապաշտ են, քան աստվածապաշտ։ Փոխիր մեզ, Տեր։ Օգնիր մեզ այդ երկնային քաղաքացիության ու ժառանգության կյանքի մեջ լինելու, Տեր։ Հիսուսի անունով, չապրելու մարդկային կարծիքներով, չանհանգստանալու, չգնահատելու ամեն ինչ ինչպես աշխարհն է գնահատում, այլ ինչպես դու քո խոսքով գնահատում, Տեր, հետևելու քո առաջնորդությանը, քո հոգուն մեր կյանքի մեջ, մոտենալով քեզ, նմանվելով քեզ, ծառայելով քեզ, բերելով քո փրկության ծրագիրը բոլոր ազգերի մեջ, սկսած այդ մարդիկ, ում դու մեզ տվել ես քեզ բերելու համար, ու մեզ դարձրել ես քո մեծ ծրագրի, գրանձիոզ ծրագրի մասը, օգնի մեզ ապրել իրան, օգնի մեզ հավատալ իրան, օգնի մեզ միշտ լինել քո հետ, քո համար, քո նման, Տեր, Հիսուսի անունով, քո փառքի համար, ու քո եկեղեցին ասեց, ամեն։